Բարի առավոտ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրն է ATV ուղիղ եթերում, ես սիրով ողջունում եմ ձեզ եւ առաջարկում եմ, որ միանակ ու առավոտը միասին սկսենք։ Դե ինչ, այսօր արդեն ապրիլի 15-ն է, օրը 3-շաբթի եւ կարծես թե եղանակային վատ պայմանները այսօր եւ վաղը կավարտվեն եւ 5-շաբթի օրվանից կրկին արևը կշողա երկնքում եւ գնալով պատմության էջերով 1941 թվականի ապրիլի 15-ին Մարտակերտի շրջանի ներքին Հորաթաղ գյուղում է ծնվել ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Ռոման Բալայանը։ Վաղ տարիքում կորցրել է հորը, որն անհայտ կորել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Մանկությունը անցկացրել է Արցախում եւ Գրոզնիում, Չեչնիայում, որտեղից ընտանիքով վերադարձել են Արցախ 1950-ական թվականներին, չեչենների ստալինյան աքսորի վերացումից հետո։ 59-ից 61 թվականներին աշխատել է Ստեփանակերտի թատրոնում, 61-ից 64 թվականներին սովորել է Երևանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում, 69 թվականին ավարտել է Կիևի թատերական ինստիտուտի կինոռեժիսուրայի բաժինը։ Բալայանին հատկապես մեծ հռչակ է բերել 82 թվականին ստեղծված «Թռիչքներ երազում» եւ «Արթմնի» ֆիլմը։ Միայն այդ տարվա ընթացքում այն դիտել է ավելի քան 6.5 միլիոն մարդ։ Ֆիլմն արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի։ 1994 թվականի ապրիլի 15-ին իր տան շքամուտքում սպանվել է արձակագիր Վարդգես Պետրոսյանը։ Սիրված արձակագիրը ժամանակին մայրաքաղաք ու գրական կյանք է մտել բանաստեղծություններով բալադ մարդու մասին։ Սկզբում հանդես է եկել որպես բանաստեղծ, հետո անցել է արձակի։ Նրա առաջին բանաստեղծությունը տպագրվել է 47 թվականին Պիոներ կանչ թերթում։ Վարդգես Պետրոսյանի ստեղծագործությունների հիմնական թեման երիտասարդությունն է։ Դե ինչ շնորհավորում եմ սրտանց նաև բոլոր այն մարդկանց, ովքեր տոնում են այսօր իրենց տարեդարձը եւ առավոտը սկսել են մեզ հետ միասին, ձեզ մաղթում եմ անակնկալներով լի օր։ Անակնկալներ լինելու են նաև մեր այսօրվա եթերում, որովհետեւ խոհանոցը ամբողջությամբ զատկական է լինելու։ Այնպես որ հենց հիմա սիրով ողջունում իմ շատ սիրելի Ադրինեին, ինքը ավելի մանրամասն կպատմի։ Ադրինե, բարի լույս։ Բարի լույս Սոնա ջան, ողջունում եմ նաև մեր թանկագին հեռուստադիտողին, սիրելիներս այսօր մնացեք մեզ հետ, ինչպես յուրաքանչյուր օր, որպեսզի իմանաք թե օրվա բաղադրատոմսը, թե այն անակնկալը, որի մասին խոսեց Սոնան, եւ իհարկե ներկայացրեց, որ պետք է այսօր մեր մատուցումը լինի շատ զատկական։ Ինչու ենք այդպես որոշել, որովհետև գիտեք մոտակա օրերին շատ հետաքրքիր եթերներ են ձեզ սպասվում, ուրեմն Թբիլիսիից, դրա համար մենք որոշեցինք մի փոքր ավելի շուտ նախապատրաստվել զատիկին եւ իհարկե ամենավերջում հաղորդման վերջում կմատուցենք այն համեղ ուտեստները, որ պետք է դնենք մեր տոնական սեղաններին եւ իհարկե այն զարդարանքը, որը մշտապես այսպես գեղեցկացնում է թե մեր բնակարանները, թե մեր սրտերը, թե մեր էսթետիկ այս հաճույքները, մեր աչքերը գեղեցիկի հետ շփվելով շատ այսպես յուրահատուկ էմոցիաներ են ապրում։ Այնպես որ խորհուրդ եմ տալիս մնանք մինչև վերջ մեզ հետ, որպեսզի այդ ամենին ականատես լինեք եւ ինքներդ էլ փորձեք հենց այսօրվանից պատրաստվել, նախապատրաստվել այս գեղեցիկ տոնին։ Չնայած զատկական տոնը, եթե շատ խորանանք, շատ ավելի իմաստալից է, դեռ իհարկե պահքի շրջանը չի ավարտվել, բայց արդեն նախապատրաստական աշխատանքները բնականաբար դեռ շատ ավելի վաղ շաբաթվանից պետք է սկսած լինեինք, նույն զարդարանքները, նույն այս նախապատրաստությունները եւ այլն, չխոսեմ, շատ ձեր ժամանակը չչարաշահեմ, ներկայացնեմ ընդամենը բաղադրատոմսը։ Այսօր երկու ուտեստ եմ առաջարկելու ձեզ, որը հատկապես ուրեմն մենք դնում ենք մեր տոնական սեղանին, մեր զատկական սեղանի զարդն է լինում։ Իհարկե բոլորս գիտենք, ձուկը պարտադիր պայման է, ձուկ պետք է պատրաստենք, պետք է ձուկ դնենք սեղանին, ձուկը քրիստոնեության հենց այն հիմնական սիմվոլն է, որը իհարկե գիտեք, նրա գլխի մեջտեղում կա հատուկ ոսկորը, որը նման է խաչի, դրա համար այն ժամանակ, երբ քրիստոնյաները հալածվել են, ավելի զուսպ են եղել եւ մեկը մեկին ձուկ փոխանցելով հասկացրել է, որ նա քրիստոնյա է։ Դրա համար պարտադիր պայման է սեղաններին ունենալ ձուկ եւ փլավը բրնձով փլավ պարտադիր է, չամչով փլավը, ես իհարկե այսօր բացառություն կանենք
վերջերս սովորություն է դարձել, մենք ոչ թե միայն չամի չենք ավելացնում, այլ ջրերի տեսականի, ընտեղենի տեսականի։ Այսօր մենք այս փլավը կպատրաստենք տարբեր տեսակի ջրերից, չամիչից, ծորիից եւ իհարկե մի փոքր այստեղ նուշի կտրտած հատիկներ ունեմ, ձողիկներ ունեմ, սա էլ անպայման կավելացնենք, որ ավելի հարուստ ճոխ համ փոխանցնենք։ Իհարկե շաֆրան կօգտագործեմ, շաֆրանը բնականաբար հայկական խոհանոցի հետ կապ չունի, բայց որպես հավելում, որպես գեղեցկացում, սա էլ կավելացնենք եւ իր դեղին գույնը այսպես հուշում է, որ բրինձն էլ այսպես դեղին, զատկական լինի, շատ գեղեցիկ լինի։ Սա առաջին ուրեմն ուտեստի մասին, կարևոր ուտեստի մասին եւ իհարկե կանաչիների մասին ասեմ, բազմապիսի կանաչու տեսականի ունենք, մեր զամբյուղը հարուստ է կանաչիներով, ասեմ այստեղ կա մաղադանոս, սամիտ, համեմ, սպանախ, կանաչ սոխ, այս բոլորը պետք է կտրատենք եւ հավկիթով շաղախենք, ալյուր լցնենք այնտեղ ու պատրաստենք ձվածեղի տարբերակ։ Իհարկե այս ուտեստը ասեմ, որ իրանահայերն են շատ պատրաստում, իրենց սեղաններին պարտադիր պայման է եւ այն կոչվում է քուքու, կանաչի տեսականով այս ձվածեղը ու շատ համեղ է եւ պարտադիր պայման է ձկան կողքին, փլավի կողքին ունենալ այս կանաչիներով ձվածեղը, որը շատ համեղ է, հավատացնում եմ։ Ցանկության դեպքում կարող եք այստեղ նաև ընկույզ ավելացնել այս ձվածեղի մեջ, եթե ոչ, ապա ոչ։ Հիմա կսկսեմ կամաց իմ գործը, ես արդեն եռացրած ջուրը այստեղ պատրաստ սպասում են, որ ես վերցնեմ, որովհետև մեզ պետք է գալու եռացրած ջուր, շատ շնորհակալ եմ Անահիտին, մեր աչք ձեռքը, մեր օգնականը, բոլոր հարցերում մեր կողքին է։ Ահա, այսպես, եւ մի բան էլ նշեմ, որ մեր փլավը մենք վերջում պետք է ուրեմն կացայի հատակին դնենք լավաշ, սա էլ այսպես ասած զատկի տոնին էլի պարտադիր պայման է լավաշ ունենալը սեղաններին բնականաբար։ Սա իհարկե կթողնեմ մի կողմի վրա, դեռ շատ շուտ է սրան անդրադառնա, այս սրբիչով կծածկեմ, որ չչորանա։ Այսպես եւ կթողնենք մի կողմի վրա։ Եվ ես կսկսեմ կամաց իմ կարևոր աշխատանքը։ Սիրելիներս, իմիջիայլոց մի բան նշեմ, ես արդեն շտապել եմ, մի փոքր վաղ եմ այսօր տաղավարում եղել եւ հասցրել եմ հավկիթը խաշել, ներկել, խաշել։ Ճիշտ է, հիմա դուք կասեք, բայց հիմա հավկիթը չեն ներկում, բնականաբար հավկիթ ներկելու ենք շաբաթ առավոտյան, ներկենք, պատրաստվենք, նախապատրաստվենք, գնանք եկեղեցի, մասնակցենք պատարագին, ճաշակվենք, նշխարքը, այսինքն ուտենք եւ այնուհետեւ մեկ այսպես ճրակ վերցրած գանք տուն, որպեսզի նստենք այս տոնական սեղանների շուրջ։ Բայց քանի որ շատ բազմից ասացինք, արդեն շատ եմ երևի թե կրկնվում, քանի որ այսօր որոշել եմ զատկական սեղան պատրաստել, պարզ է պետք է որ ունենայինք ներկած հավկիթ։ Եվ ահա ներկել եմ հավկիթները, ամենապարզ, այսպես ասած, օրգանիկ տարբերակով, սոխի կեղևով եմ այն ներկել, որպեսզի այսպես շատ թե արագ ստացվի, թե գեղեցիկ ստացվի եւ թե բնական լինի։ Չնայած հիմա շատ են տարբեր տեսակները ներկելու, որոնք շատ սիրուն են։ Ես չեմ կարող չասել դրա մասին, շատ հնարամտություններ են հիմա մտցնում այս ներկման process-ի մեջ, որոնք շատ գեղեցիկ են։ Ես պարզապես ժամանակ չունեի, այդ պատճառով ամենահեշտ տարբերակն եմ ընտրել։ Ձեզ էլ խորհուրդ եմ տալիս, եթե ժամանակի խնդիր կա, ամենահեշտ տարբերակն է։ Ինչևէ, սրան կանրադառնանք ամենավերջում։ Հիմա սկսենք մեր գործողությունները։ Մենք պետք է բրինձը խաշենք։ Բրինձը եփելու ենք ջրքամելով, այսինքն կխաշենք, կջրքամենք, որպեսզի կարողանանք հերթականությամբ շատ գեղեցիկ այս բոլոր չրեղենը շերտ առ շերտ շարենք
եւ իհարկե ամենավերջում կլցնենք ու կարևորը որ հատակին պետք է լավաշ դնենք։ Այդ պատճառով ուրեմն կխաշեմ բրինձը, հետո մնացած գործողությունները։ Այս ընթացքում մենք հիմա պետք է դադար ունենանք, սիրելիներս։ Դադարի ընթացքում ես կհասցնեմ բոլոր կանաչիները կտրատեմ, բրինձը կդնեմ խաշվելու, այնուհետև միասին կշարունակենք։ Դուք չեք փոխում ալիքը, մնում եք մեզ հետ, այս պահին դադար, քիչ հետո կհանդիպենք։ Բարի լույս եւս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը շարունակում է իր ընթացքը եւ ես ունեմ շատ ուրախալի լուր մարզաշխարհից եւ այսպես Հայաստանի տափողակով հոկեյի հավաքականը ապրիլի 14-ին, այսինքն 3 Երևանում անցկացվող հոկեյի 4-րդ դիվիզիոնի աշխարհի առաջնության շրջանակում երկրորդ հանդիպումն անցկացրեց մրցելով մրցաշարի ֆավորիտներից մեկի Ուզբեկստանի հավաքականի հետ։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 2-2 հաշվով։ Օվերթայմում գոլեր չգրանցվեցին եւ հանդիպման ելքը վճռվեց հետխաղյա բուլիտներում։ Մեր թիմը հաղթեց 2-0 հաշվով։ Առաջին տուրում Ուզբեկստանի հավաքականը 3-13 հաշվով առավելության է հասել Քուվեյթի նկատմամբ, իսկ Հայաստանի հավաքականը 24-3 հաշվով ջախջախել է Մալազիային, տանելով իր պատմության ամենախորշոր հաշվով հաղթանակը։ Մրցաշարին մասնակցում են Հայաստանի, Ուզբեկստանի, Քուվեյթի, Իրանի, Ինդոնեզիայի եւ Մալազիայի թիմերը։ Հայաստանի տափողակով հոկեյի հավաքականը 15 տարվա դադարից հետո առաջին անգամ հանդես է գալիս միջազգային ասպարեզում։ Կրկին հաջողություններ մաղթելով մեր թիմին շարժվենք առաջ եւ տոնելու համար լավագույն տարբերակը իհարկե Իջևանի գինուգործանի կողմից առաջարկվող անմահական գինիներն են, որոնք կարող եք առանձնացնել ձեզ համար եւ երեկոն էլ ընկերների հետ միասին դիմավորել եւ նշել, տոնել, եթե կան առիթներ։ Իսկ առավոտը շատ կարեւոր է կատնամթերք օգտագործելով սկսել անարատկաթից պատրաստված կատնամթերք էլ առաջարկում է Էլոլա ընկերությունը։ Իսկ եթե խոհանոցում ուզում եք ձեր գործը թեթևացնեք եւ ավելի հաճելի դարձնեք, ապա ձեզ օգնության կգա Տրամոնտինա բրենդը, որը բրազիլական բրենդ է, հայտնի է ամբողջ աշխարհում իր բարձր որակի համար։ Եվ այն շատ թեթևացնում է նաև մեր շատ սիրելի Ադրինեի գործը խոհանոցում, ով հիմա շատ այսպես ակտիվ աշխատում է այնտեղ եւ հիմա տեղափոխվենք խոհանոց եւ տեսնենք զատկական խոհանոցի այսօրվա ընթացքը ինչպիսին է։ Շնորհակալ եմ Սոնա ջան, բարի ողջույն իմ թանկագին հեռուստադիտող։ Այո, այսօր զատկական, տոնական, նախապատրաստական աշխատանքներ են այստեղ գնում։ Մենք պատրաստում ենք շատ համեղ ուտեստներ, կանաչով ձվածեղ, որը կոչվում է քուքու, եւ փլավ, որը մատուցելու ենք չրերով եւ լավաշով։ Սիրելիներս, ինչպես հիշում եք, ես ձեզ ասացի, որ պետք է բրինձը այսօր քամովի տարբերակով պատրաստենք։ Ահա, ես արդեն դրել եմ այն եւ ֆելու, եւ հիմա այս պահին կարելի է առիթից օգտվել եւ այս բազմապիսի կանաչիները կտրատել ձվածեղի համար։ Ասեմ, որ այստեղ ունենք սամիտ, ունենք համեմ, մաղադանոս, կանաչ սոխ, սպանաղ, այս բոլոր տեսականիները պետք է ուրեմն կտրատենք եւ ավելացնենք, այսինքն պատրաստենք այն համեղ ձվածեղը, որի մասին ես խոսեցի։ Հիմա այս պահին ես կտրատում եմ ուրեմն կանաչին, այստեղ մի հավելում միայն կանեմ, քանի որ բրինձը խաշվում է, մենք այս պահին պետք է ինչ անենք, սիրելիներս, սա այսպես էլի լայվ խակի տարբերակ է, որը խորհուրդ եմ տալիս օգտագործեք։ Մեկ ճաշի գթալ այստեղ մենք կլցնենք քացախ, ասեք ինչու, որպեսզի բրինձը ավելի հատիկավոր դառնա եւ ավելի ճերմակ լինի։ Մեկ գթալ քացախը հրաշք է գործելու։ Ահա լցնում ենք քացախ, մի փոքրել շաքարավազ կավելացնեմ, ինչու որպեսզի այս քացախը համայի փոփոխություն չտա բրնձին, այսինքն քացախի համը կոտրի շաքարավազը։ Այսպես գթալի ծայրով ավելացնենք, խառնենք, աղը ավելի ուշ կավելացնենք, քացախը իր գործը թող անի, քիչ ավելի ուշ կավելացնենք աղը։ Ահա, սա նկատի ունեցեք, սիրելիներս, շատ այսպես էֆեկտիվ տարբերակ է, թողնենք խաշվի, հիմա ինչ ենք անում, մինչ կանաչուն կանցնեմ կտրատելու պրոցեսը, ասեմ, որ պետք է շաֆրանը
թրմենք։ Մշտապես եթե հիշում եք, ես ձեզ ասել եմ, որ շաֆրանը եռացրած ջուր ենք լցնում մի փոքր շաֆրանի վրա, այնուհետև դնում ենք հենց բրինձը ջրքամվի, այդ պահին դնում ենք բրինձի մեջ ամանիկով, մեկ սուրճի բաժակով օրինակ, դնում ենք բրինձի մեջ գոլորշի օգնությամբ այն թրմվում է, բայց կարող եմ նաև մյուս լայֆխակ տարբերակ առաջարկել, մենք կարող ենք թրմել հենց սառույցով թրմելը շատ ավելի էֆեկտիվ այսպես արդյունք է տալիս, շատ ավելի շատ է բացում գույնը, ավելի արտահայտիչ է դարձնում շաֆրանի գույնը, այնպես որ սա էլ կարող եք փորձել, եթե իհարկե ձեռքի տակ ունեք իսկական շաֆրան, ոչ թե քրքում, այլ շաֆրան։ Ահա, սա էլ կթողնենք իր հունով սառույցը կհալչի եւ կոկնի, որպեսզի այս ամբողջ ընթացքում, ահա եթե նկատեցիք, շատ արագ այն գույնը արդեն տարածեց։ Եթե նկատվում է, եթե երևում է, շատ արագ ինքը գույնը տարածեց։ Այնպես որ խորհուրդ եմ տալիս այս տարբերակը փորձել։ Ահա, սա էլ դնում ենք մի կողմի վրա, որ մեզ չխանգարի։ Ավելի շատ կդնեմ այստեղ, որպեսզի աչքի առաջ լինի եւ մենք այդ ընթացքը նաեւ հետևենք, տեսնենք թե ինչպիսին է։ Ահա, ես կտրատում եմ իմ կանաչիները։ Բավականին մանր է պետք կտրատել, խոշոր չթողնեք սիրելիներս, որովհետև խոշոր տարբերակով լավ չի ստացվի։ Մենք պետք է այն վերածենք տորտի տարբերակի, այսինքն տորտի պես մի ամբողջական երեսը կեփվի, հետո կշրջենք, հաջորդ երեսը կեփվի եւ այդպես տորտի նման էլ պետք է այն մատուցենք։ Այնպես որ դա էլ նկատի ունեցեք, իր իրական օրիգինալ տարբերակը հենց այդպիսինն է։ Եվ շատ այսպես գարնանային ուտեստ է սա, անկախ նրանից զատկական տոնից, այն կարելի է մշտապես պատրաստել եւ ճաշակել, որովհետեւ թե շատ սննդարար է, թե շատ համեղ է եւ թե շատ գարնանային, թարմ կանաչիների ժամանակ է, այնպես որ խորհուրդ եմ տալիս առիթը բաց չթողնել եւ փորձել մշտապես պատրաստել այն։ Բաղադրիչներն էլ կանաչիները ճիշտ է շատ են, բայց բաղադրիչները հասանելի են եւ ինչ որ չափով մատչելի, ինչու ոչ։ Այստեղ մենակ կանաչիներն են եւ հավկիթը։ Ընդհանուր առմամբ որևիցե ուրիշ հավելում չկա այստեղ։ Եվ շատ հագեցնող եմ, իմիջայլոց ասեմ, եթե փորձեք, անպայման դուք էլ կհամաձայնվեք ինձ հետ, որ այն շատ հագեցնող է, քանի որ դες սպիտակուց կա, հավկիթ կա, կալցի կա, այնպես որ հաստատ շատ հագեցնող է։ Այ այսպես, ընթացիկ չենք մոռանա նաև բրնձի մասին, անընդհատ կխառնենք եւ զգուշ կլինենք, որ այն ավելորդ չեփվի, որովհետև ասեմ, մի փոքր պետք է բրինձը թերխաշ թողնենք, որ հետո էլի պետք է, երբ լավաշը փռենք կացայի հատակին, պետք է դնենք, նորից բերանը ծածկենք, թողնենք մի փոքր գոլորշով եւս եփվի։ Ես կարող եմ արդեն տեղափոխել այս կանաչիները ամանի մեջ, հետո շարունակել մյուս կանաչիները կտրատել, որպեսզի հարմար լինի, չնայած իմ տախտակը բավականին մեծ է եւ հարմարավետ, այսպես, սա կթողնենք մի կողմի վրա եւ կշարունակենք մեր գործը։ Ահա ընթացիկ, ինչպես ասացի, կհետևենք, կտեսնենք, որ որքան գեղեցիկ այսպես հալչում է սառույցը եւ շաֆրանը իր գույնը փոխանցում է ուրեմն այս ջրին։ Այսպես, անցնենք կանաչ սոխին։ Ցանկության դեպքում սիրելիներս կարող եք նաև սովորական գլուխ սոխ եւս ավելացնել, բացի կանաչ սոխը կարող եք ավելացնել գլուխ սոխ։ Սա էլ նկատի ունեցեք, շատ էլի համեղ է լինում, շատ այսպես էլի յուրահատուկ համ է տալիս, այնպես որ
կարող եք նաև թարմ սոխ օգտագործել։ Չրերը ավելի ուշ կտապակենք, չրերը կտապակենք, մենք ունենք հալածյուղով կտապակենք, դուք ցանկության դեպքում կարող եք կարագով տապակել, որովհետև ամենահամեղ տարբերակը հենց ստացվում է կարագով կամ յուղով, ոչ թե բուսայուղով։ Շատ մարդիկ ես գիտեմ, որ զատկի տոնին հենց ղափամա են պատրաստում, ինչու ոչ կարելի է, ճիշտ է, մենք ղափամա սովորենք աշնանը, այսպես մուտքը դիմավորել ղափամայով, բայց կարելի է նաև զատկական տոնին, ինչու ոչ, ղափաման շատ հարմար է, շատ սազում է նաև այս տոնին, այնպես որ կարելի է նաև ղափամա պատրաստել։ Ես ասեմ, որ զատկական տոնին բացի ուրեմն ձկան, ուրեմն ուտեստից, մենք անձամբ իմ ընտանիքը մսային կերակուրներ շատ ենք պատրաստում, շատ բազմապիսի տարբերակներ ենք պատրաստում, քանի որ իմաստը դնում ենք նրա մեջ, որ պահքի շրջանում կենդանական աշխարհից չեն օգտվել, այդ օրը արդեն կարող են բոլոր հրաշքներից օգտվել։ Ողջույն, հրաշալի իրավիճակ է այստեղ, ես բույրս զգում էի, բայց չէի պատկերացնում, որ այսքան շքեղ է ամեն ինչ այստեղ։ Իդեպ ես արդեն տեսել եմ դեկորները Ադրինեի զատկական եւ չգիտեմ դա ինչ, այսպես հեքիաթային տոնի է վերածում, հեքիաթային տոն է սարքում այստեղ Ադրինեն, այնպես որ անպայման մնացեք առաջին ծրագրի հետ սիրելի հեռուստադիտողներ, որովհետև ես գոնե անհամբեր եմ, որպեսզի մարդիկ եւս տեսնեն այն, ինչը մեր թիմով արդեն տեսել ենք։ Այո, ես էլ ուրախ կլինեմ, որ մնան մեզ հետ մեր հեռուստադիտողները եւ ավարտը իհարկե տեսնեն, իրենք էլ ոգևորվեն։ Դու երեք նշեցիր, որ մեր հեռուստադիտողներին էլ ոգևորենք, որ այսպես որոշեն եւ սկսեն զարդարանքներով եւս զբաղվել, դա էլ է կարեւոր, ինչու ոչ։ Այո, իհարկե։ Ամենակարևորներից են։ Շուտ ենք սկսել, իհարկե, ավագ 3 շաբթի է այսօր եւ մենք արդեն զատկական սեղան ենք պատրաստում, բայց այդ ամենը ինչպես արդեն բազմիցս նշել ենք սիրելի հեռուստադիտողներ, պայմանավորված է մեր թբիլիսյան եթերներով, որը վաղվանից արդեն կարող եք վայելել, որովհետև իսկապես շատ գեղեցիկ, շատ հագեցած եւ շատ վրացական եթերներ ենք պատրաստել ձեզ համար։ Ես վստահ եմ գերագույն հաճույք եք ստանալու դիտելիս, այնպես որ այսօր էլ այստեղ շատ հայկական Սուրբ Հարության տոնի արդիվ զատկական սեղան կունենանք։ Իհարկե ուրբաթ օրյա եթերում կունենանք նաեւ Սուրբ Հարության տոնին անդրադարձ Վրաստանից, մենք այնտեղ եղել ենք հայկական եկեղեցում, Սուրբ Էջմիածնում եւ զրուցել ենք քահանայի հետ ու ծանոթացել ենք թե վրացական իրականությունում հայկական համայնք ինչպես է տոնում Սուրբ Հարության տոնը, այնպես որ շատ հետաքրքիր եթերներ ենք պատրաստել, անպայման մնացեք առաջին ծրագրի հետ եւ հետեւեք մեր առաջիկա եթերներին։ Այո, դե շատ կարեւոր է եւ ես դուք նախորոք պլանավորած հենց այդպես գնացիք, որ պետք է անդրադարձ ունենաք այդ կարևոր տոնին եւ իհարկե մի բան դուք ինձ ասացիք, որ այնտեղ խոհարարի հետ եք հանդիպել եւ ձուկ եք ճաշակել։ Ավակ 5 շաբթի օրվա բաղադրատոմս։ Այո, ես սա էի ուզում ասել, ինչու այսօր զատկական սեղանին մենք ձուկ չենք պատրաստելու եւ չենք ունենալու, միայն այդ պատճառով, որովհետեւ շատ մոտ օրերս դուք կտեսնեք այդ պատրաստման եղանակը եւ իհարկե եթե ձեզ դուր գա, դուք էլ ինքներդ կպատրաստեք, սակայն գիտենք, որ դուք ամենահամեղն եք պատրաստում։ Ադրինեն, ամեն ինչ հաշվել է, ոչ մի բան չի մոռացել, ոչ մի բան բաց չի թողել, այնպես որ եթե ինչ-որ բան հանկարծ տեսնեք չկա, իմացեք, որ առաջիկա եթերներում ապայման կա։ Այո, անշուշտ դա այդպես է։ Եվ հիմա ընթացիկ տեսնենք, թե բրինձը ինչ վիճակում է։ Կարծում եմ քիչ ավելի ուշ արդեն կարելի է ջրքամել այն, քանի որ ես ասացի հեռուստադիտողին, որ պետք է մի փոքր թերխաշ թողնենք, որովհետև դեռ շարունակություն ունենք, դեռ այն պետք է եփվի, եւ եւս մեկ անգամ կրկնեմ, եթե կան հեռուստադիտողներ, որ հենց այս պահին միացան մեզ, ասեմ, որ ես այս ջրի մեջ ավելացրել եմ 1 ճաշիկ գթալ քացախ, որպեսզի մեր բրինձը ավելի ճերմակ եւ ավելի հատիկավոր դառնա եւ իհարկե այստեղ ավելացրել մի փոքր շաքարավազ, որպեսզի քացախի համը չփչացնի մեր բրինձը, այնպես որ նկատի ունեցեք։ Այո, լայֆհակի տարբերակ է սա եւս։ Քանի որ ամեն ինչ պարզ է, կարող ենք կարճատև դադար ունենալ այս պահին, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք առաջին ծրագիրը։
Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը եւ ես իրով ուզում եմ տեղեկացնել, որ վաղը ապրիլի 16-ին նշվում է ոստիկանության աշխատողի օրը։ 2001 թվականից հենց այդ օրն ընդունվել է ոստիկանության մասին օրենքը եւ ապրիլի 16-ը օրացույցի մեջ ամրագրվել է որպես ոստիկանության օր։ Եվ այս առիթով ես ունեմ հրաշալի հյուրեր։ Սիրով ներկայացնեմ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի բարեկ ոստիկանության լեյտենանտ Իլիա Սարգսյան եւ նույն վաշտի բարեկ ոստիկանության լեյտենանտ Հռիփսիմե Ստամբուլյան։ Բարի առավոտ։ Ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալություն։ Ես շատ ուրախ եմ ողջունել ձեզ մեր տաղավարում եւ նախապես շնորհավորում եմ մասնագիտական տոնի արդիվ եւ ինձ հետաքրքիր է վաղը ձեզ մոտ լինելու է աշխատանքային թե տոնական օր։ Իրականում մեր մոտ միշտ է աշխատանքային օր, մեր բարեկային ծառայությունը դա գրաֆիկով է սահմանվում, ծառայությունը օրինակ ես եւ Ստամբուլյանը այսօր երեկոյան գործի ենք։ Ահա, բայց վաղը ո՞նց կլինի գրաֆիկ, օրինակ օրակարգը ինչպես է պլանավորվում։ Ըստ ծրագրի վաղը առավոտյան մենք հանձնում ենք ծառայությունը եւ ընդունումը այլ ստորաբաժանում։ Եվ դուք կարող եք գնալ եւ տոնել Այո, մասնագիտական օրը։ Այո։ Շատ լավ։ Ոստիկանների մասին մենք ունենք շատ տարբեր պատկերացումներ եւ ոստիկանության աշխատանքի մասին ունենք շատ տարբեր պատկերացումներ։ Ես կուզեմ մի քիչ պատմեք ձեր օրակարգի մասին։ Օրինակ, առավոտը երբ է սկսվում, երբ աշխատանքի եք, երբ է սկսվում, երբ աշխատանքի չեք եւ ինչպես է անցնում օրը։ գրաֆիկը բավականին հագեցած է։ Առավոտյան բոլորս միահամատեղ նույն ժամին գնդում ենք լինում, պարտադիր շարային ստուգատեսի ենք մասնակցում, այնուհետև դուրս ենք գալիս մեր ծառայական պարտականությունների կատարմանը։ Իսկ որ ասում եք առավոտյան ժամը քանիսն է դա։ Ժամը 6-ից սկսում է մեր ծառայությունը։ Օհո։ Ես մտածում եմ մեր աշխատանքն է ավելի շուտ եւ ավելի բարձ սկսվում, փաստորեն ձերը ավելի շուտ է Եվ սկսում։ ունենք նաև այլ գրաֆիկ երեկոյան ժամերին, որը սկսում է երեկոյան ժամը 8-ին եւ ավարտում հաջորդ օրը առավոտյան 8-ին նույնպես։ Շատ է, մի քիչ ետ գնանք եւ հասկանանք ինչպես ընտրեցիք այս շատ պատասխանատու աշխատանքը։ Օրինակ ես նախկինում էլի ծառայել եմ ոստիկանության այլ կառույցում, պահակապարեկային ծառայությունում, այնուհետև դրա կազմալուծումից հետո ստեղծվում էր նոր պարեկային ծառայություն, որի արդյունքում դիմել ենք եւ ընդունվել ենք ներկայումս ծառայում ենք արդեն պարեկային ծառայությունում։ Իսկ դուք։ Ինքս նույնպես նախկինում ծառայել եմ ոստիկանության զորքերում, այնուհետև պետական պահպանության գլխավոր վարչությունում, բարեկային ծառայության սկզբունքից հետո արդեն անցել եմ ծառայության բարեկային ծառայությունում։ Եկեք ձեր դեպքում մի քիչ էլ ետ գնանք եւ ամենասկզբից գանք։ Երբ մի օր որոշեցիք, որ ուզում եք շատ պատասխանատու գործ ստանձնել։ Եթե անկեղծ ծառայությունը միշտ է դուր եկել, առավել եւս համազգեստը Հիմա արդեն համազգեստը կրել է ոչ թե սեր է, այլ պարտավորվածություն եւ մեծ պատիվ, որը եւ հպարտությամբ շարունակում ենք կրել։ Հիմքը դա է եղել։ Իսկ ընտանիքում ինչպես ընդունեցին այդ որոշումը։ Տարակարծիք էին, հայրս դեմ չէր, բայց մայրս մի փոքր ասում որ պետք է բալետի գնաք օրինակ, կամ ինչ-որ աղջիկական մասնագիտություն ընտրեք։ Հա, ավելի շատ կանացի մասնագիտությամբ դեպի։ Շատ լավ։ Բայց հիմա արդեն համակերպվել են, հիմա արդեն թե դեռ միջև հիմա ասում են, բայց ինչու այս ուղղությամբ գնացիք։ Չէ, տեսնելով աշխատանքը, արդյունքները բավականին գոհ են ու ուրախ են իմ ընտրության համար։ Շատ բարդ ոլորտ է, այսինքն այն ամենաթեթև ոլորտներից չէ, շատ պատասխանատու է եւ տեղ-տեղ նույնիսկ շատ վտանգավոր։ Ինձ հետաքրքիր է ինչ շատ տարօրինակ, շատ հետաքրքիր դեպքեր են լինում ձեր ծառայողական ընթացքում, որը հիմա կարող ենք եթերում բարձրաձայնել ու պատմել։ Բերեք շատ բաներ եթերով չասենք, որովհետեւ կարող է կողքից այլ կարծիք ստեղծվի, բայց իրականում այո, ոստիկանությունը ամբողջ աշխարհում մեկ ինքը ամենաբարդ եւ ամենավտանգավոր մասնագիտություններից մեկն է, բայց նաև ինքը շատ պատվաբեր եւ ազգանվեր գործ է, որովհետեւ ինքը առաջինը դա քաղաքացիների կյանքի եւ առողջության համար ուղղված ծառայություն է։ Տեսեք, դուք ասիք շատ պատվաբեր գործ է եւ ինձ հետաքրքիր է քաղաքացիների հետ կապը, ձեզ մոտ հեշտ է ստացվում ստեղծել, լինում են տարբերություններ, օրինակ, չգիտեմ, երբ չեն հասկանում ինչ կոչում ունեք, սխալ են դիմում, սխալ են մոտենում, ինչ զավեշտալի դեպքեր կան։ Ինչ հետաքրքիր դեպքեր կան։ Կարող եմ այսպես ասել, որ քաղաքացիներն ու այն մարդիկ, ովքեր թեկուզ բանակում ծառայել են, կոչումները տարբերում են, կարողում են, բայց եթե չեն էլ տարբերում, նորմալ է,
Դիմելակարգը ոնց են դիմում մեզ, մենք միշտ ներկայանում ենք ազգանունով, հա, ազգանունով են դիմում կամ կոչումով ենք ներկայանում, մեզ դիմում են կոչումով։ Կնոջ դեպքում կա ինչ-որ ավելի նույն ընթացակարգով կամ ազգանունով կամ կոչումով։ Պարոնի փոխարեն տիկին։ Բայց պահում են քաղաքացիները ճշտությամբ ձեզ դիմում են ճիշտ տարբերակով, թե եղել են ինչ-որ տարբերակներ կամ դեպքեր։ Դե բնականաբար լինում են դեպքեր, երբ որ տարիքով մի քիչ մեծ անձինք դիմում են աղջիկս կամ տղաս կամ այլ ընտրանքային ձևերով, բայց ամեն դեպքում փորձում ենք շտկել եւ ուղղությունը տանել դեպի ավելի գործնական։ Իսկ լեյտենանտի պաշտոնը կոնկրետ ինչ առանձնահատկություններ ունի եւ այստեղ պատասխանատվությունը ավելանում է, թե ոչ մի տարբերություն չկա։ Բարեկային ծառայությունում ուրեմն լինում են 3 պաշտոններ, հա, այդ խոսքը վերաբերվում է կրծել բարեկ եւ ավակ բարեկ, որը իրենից ենթադրում է նաեւ կոչումները, հա, բայց ֆունկցիոնալ պարտականությունները բոլոր բարեկային ծառայողները իրականացնում են նույն պարտականությունները։ Եվ քանի որ վաղուց եք ոլորտում, ես անձամբ նկատում եմ շատ մեծ բարեփոխումներ, նույն, չգիտեմ, փողոցներում, երբ որ խցանումները ավելի արագ են կարգավորվում, այնտեղ միշտ կան ծառայողներ, ովքեր օգնում են, որպեսզի եթե լուսացույցը չի աշխատում, շատ արագ երթևեկությունը կարգի բերեն եւ տարբեր տեսակ բարեփոխումներ, ինձ հետաքրքիր է դուք ինչ բարեփոխումներ եք նկատում ոլորտում, որոնք քաղաքացիների կյանքը ավելի հեշտ եւ ավելի ապահով են դարձնում։ Բարեփոխումներից համար առաջինը կարող եմ փաստել, որ արագ արձագանքել ցանկացած դեպքերի եւ ահազանգերի, հա, քաղաքացիներին աջակցություն ցույց տալը, չասեմ նախկինում չի եղել, բայց հիմա ավելի շատ մենք փորձում ենք օգնել եւ աջակցել մեր քաղաքացիներին։ Եվ կնշեմ կավելացնեմ, որ արագ արձագանքումը բերել է նաև քաղաքացիների մեզ հետ փոխհամագործակցության բարձրացմանը։ Ներկա պահին քաղաքացիները ավելի փոխհամագործակցող են դարձել եւ աջակցում են ամեն կերպ, ինչքանով որ կարողանում են։ Հրաշալի է։ Եվ հակառակ հարցը տամ, ինչ դժվարություններ եւ ինչ մարտահրավերներ ունեք ձեր առաջ, որոնք այսօր մի փոքր ավելի, եթե փոփոխություններ լինեին այդ մասով, ավելի հեշտ կլիներ ձեր գործը։ Մեծ հաշվով նման ինչ-որ դժվարությունները դրանք առօրյա են ինչ-որ, որոնք լուծվող են, բայց այտենց հիմնական ինչ-որ դժվարություններ չեմ կարող նշել։ Բոլորը լուծելի են։ Ձեզ մոտ կարծում եմ նույնն է, ընթացակարգը լինում են դեպքեր, որոնք խնդիրներ են բախում, բայց ընթացքում այդ խնդիրները եւ ինքներս եւ աջակցության միջոցներով վերացվում են։ Եվ համազգեստ կրելը շատ պատասխանատու եւ շատ պարտավորեցնող է եւ ինձ հետաքրքիր է, երբ համազգեստը արդեն հանում եք ու գնում եք տուն։ Խստությունը կարողանում եք թողնել համազգեստի հետ մի կողմում, թե կյանքում եւս այդ խստությունը ձեզ ուղեկցում է եւ ձեր անձնական կյանքում, ընկերական կյանքում դուք միևնույնն է չեք կարողանում այդ պատասխանատու գործից դուրս գալ եւ մի փոքր օրինակ, չգիտեմ, լավ ժամանակ անցկացնել ընկերների հետ, ավելի թեթև լինել, այդ ծառայողական զգաստությունը միշտ ձեզ հետ է։ Եթե անկեղծ, ապա այո, միշտ դու չափի զգացողությունը քեզ մոտ արկա է լինում ու ամեն միջավայրում դու փորձում ես անկախ նրանից համազգեստը կրում ես թե ոչ, գիտակցել, որ դու ոստիկան ես ու քո ցանկացած գործողություն պետքա ավելի սահմանափակ լինի։ Ու ես առաջնորդվում եմ այն սկզբունքով, որ անկախ նրանից համազգեստով ենք թե ոչ, մենք ոստիկան ենք ամեն դեպքում։ Համակարծիք եմ գործընկերոջս հետ, այո, ոստիկանության ծառայողը օրը 24 ժամ համարվում է ոստիկանության ծառայող, մենք շատ ենք ունենում դեպքեր, նույնիսկ քաղաքացիական համազգեստով հա ծառայությունից դուրս, երբ որ նկատում ենք հանցագործություններ, դեպքին միջնորդում ենք հա եւ արագ լուծում ստանում։ Եվ ինձ հետաքրքիր է ինչպես եք լավ ժամանակ անցկացնում ընկերների հետ, ինչ եք նախընտրում, ինչ նախասիրություններ ունեք, ինչ հոբիներ ունեք, որովհետև մենք ինքներս անկեղծ ոստիկաններին պատկերացնում ենք հենց այդ զգաստ, շատ միշտ պատասխանատու, միշտ գործին պատրաստ, միշտ արագ արձագանքմանը պատրաստ մարդիկ, բայց դուք եւս մարդիկ եք, ովքեր համազգեստից դուրս ապրում են իրենց կյանքը։ Օրինակ, ես նախընտրում եմ իմ ազատ ժամանակը անցկացնել սարերում։ Ահա Միշտ գնում եմ տարբեր լեռներ, հայկական լեռնաշխարհ, չասեմ բոլոր լեռները եղել եմ, բայց կա նպատակ բոլոր հայկական լեռնաշխարհի բոլոր գագաթները գրավել։ Դե դուք արկածներ եւ ադրենալին եք սիրում մասնագիտությունից ելնելով, դա պարզ է։ Այդ ուղղությամբ էլի գնում եմ եւ նույնը այդ մասնագիտական նախասիրությունը ընդեղ էլ կա, որովհետեւ եւ վտանգ կա, եւ հաղթահարման ինչ որ, չգիտեմ, նոր մարտահրավերներ կան, իսկ ձեզ մոտ Ինքս նույնպես շատ եմ սիրում էքսկուրսիաներ ու սիրում եմ ավելի շատ բնություն, ջուր, նախընտրում եմ հանգիստս նման միջավայրում անցկացնել։
Շատ հետաքրքիր է։ Շատ լավ, վերադառնալով ծառայությանը, ինձ հետաքրքիր է առհասարակ ինչը կփոխեիք կամ ինչ նորություններ կամ նորամուծություններ կուզեիք մտցնել ոլորտում, եթե ինչ-որ բան մտածել եք, հիմա կարող ենք այդ մասին խոսել։ Իրականում մի քիչ դժվար է պատասխանել, թե ինչ նորամուծություններ կարող ենք մտցնել, բայց հիմա ոստիկանությունը, եթե գիտեք, ամբողջությամբ ինքը բարեփոխումների է գնում, հիմա 4 հենասյուների է բաժանված, որոնցից մեկը հենց բարեկային ծառայությունն է, կարծում եմ դեռ 4 տարի է ինչ բարեկային ծառայությունն է, այս տարի կլրանա 4 տարին եւ ամեն ինչ անում ենք մենք, որ գնա դեպի ավելի լավը մեր ամենօրյա ծառայությունով, թե վերապատրաստումներով, թե ամբողջ գործիքակազմը ուղղված է դրան։ Իսկ ֆիլմեր նայում եք։ Եթե ժամանակ լինի։ Ոստիկանների մասին ֆիլմեր նայում եք։ Այո, իհարկե։ Օրինակ սիրելի ֆիլմ կա։ Ամերիկյան պատրուլի սերիալ կա, որը սկզբից մինչև վերջ նայել եմ։ Եվ շատ է տարբերվում մեր ծառայողական իրականությունը այդ ֆիլմից։ Դե բնականաբար, որովհետև ամերիկյան, դա ֆիլմ է, բայց ամենայն դեպս եթե վերհանենք այնտեղի հանցագործությունների քանակը, այնտեղ ավելի վտանգավոր է ծառայությունը, բայց Հայաստանում ավելի ցածր է, ավելի շատ ցածր է նույնիսկ, ամբողջ աշխարհով մեկ Հայաստանի Հանրապետությունը համարվում է անվտանգ այդ առումով։ Դուք չեք նայում ֆիլմեր ոստիկանների մասին։ Ձեր իրականությունը արդեն ձեր ֆիլմն է, ես հասկացա։ Բայց վերադառնալով հանցագործություններին, վերջերս երբ ինչ-որ տենց համացանցում կարողանում ենք ընթերցել տարբեր բացահայտումներ, որոնք ոստիկանությունը իրականացրել է, երբեմն շատ աբսուրդային հանցագործություններ են հանդիպում։ Ես ուզում եմ հասկանալ, սա ինչ-որ նոր է մեր իրականությունում, թե առաջ էլ կար ուղղակի այդ մասին մենք ինֆորմացված չէինք։ Հնարավոր է նաև ինֆորմացիայի խնդիր եղած լինի, որովհետև օրորի մենք գնում ենք դրան, որ մեդիան ավելի շատ է աճում, բացի այդ նաև դեպքերի բացահայտումն է ավելացել, դրան նաև օգնում է հենց բարեկային ծառայությունը, որովհետև մենք շուրջօրյա ծառայություն ենք իրականացնում բոլոր վարչական տարածքներում, խոսքը վերաբերում է եւ Երևան քաղաքում եւ ամբողջ Հայաստանի Հանրապետության տարածքում։ Կփաստեմ նաև այն հանգամանքը, որ ժամանակաշրջանի հետ համատեղ նաև ի հայտ են գալիս նոր իրավախախտումներ, որոնք եւ առկա են ներկա պահին ի հայտ են գալի տեխնիկական միջոցներով կատարվող հանցագործությունները, որոնք ժամանակին չունեին նմանատիպ հնարավորություններ, ըստ այդմ ժամանակը բերում է իր հետ նաև խնդիրներ։ Ես վստահ եմ, որ վաղը շատ այսպես տոնական օր է սպասվում ձեզ համար եւ ես ձեզ ուզում եմ սրտանց շնորհավորել եւս մեկ անգամ եւ նվիրել Իջևանի գինու գործարանի կողմից Սարգոն Ռոզե գինին, որպեսզի վաղը բացեք եւ տոնեք։ Չգիտեմ ոստիկաններին որքանով է օքեյ եթերում նվիրել գինի եւ իհարկե մեր գործընկերոջ կողմից Տրամոնտինա բրազիլական բրենդի կողմից։ Խոհանոցային պարագա, որը կարող եք օգտագործել խոհանոցում, այն շատ յուրահատուկ ծածկույթ ունի, ոչ մի թունավոր բակտերիաներ իր վրա չի վերցնում։ Շնորհակալ ենք։ Եվս ձեզ եւ առիթից օգտվել հարցնեմ, խոհանոցում հասցնում եք լինել, թե ոչ։ Այո, լիարժեք։ Համեղ եք պատրաստում։ Ասում են այո, գոհեն։ Ահա, ընտիր։ Շնորհավորում եմ եւս մեկ անգամ եւ շնորհակալություն առավոտը ինձ հետ սկսելու համար։ Շնորհակալ ենք հրավերքի համար, եթե թույլ կտաք, մենք նույնպես շնորհավորենք մեր ծառայակիցներին ոստիկանության կազմավորման 107-րդ տարեդարձի կապակցությամբ ուժ, կորով եւ բարձր գիտելիքներ բոլորիս։ Շնորհակալություն, շնորհավորանքներին միանում եմ եւ շնորհավորում եմ ներքին գործերի նախարարության ամբողջ թիմին, ոստիկանական ամբողջ թիմին, մասնագիտական տոնի արդիվ եւ վստահ եմ, որ այն բարեփոխումները, որոնք արվում են համակարգում, քաղաքացիները եւս տեսնում են եւ դրա համար շատ շնորհակալ ենք բոլորին։ Հիմա կլինի կարճատև դադար, որից հետո կվերադառնանք ու կշարունակենք։ Բարի ողջույն իմ թանկագին հեռուստադիտող, եւս մեկ անգամ ողջունում ենք, հորդորում ենք միանալ մեզ հետ եւ մինչեւ վերջ մնալ մեզ հետ, որովհետեւ դեռ հետաքրքիրը առջևում է, պատուհանից դուրս մի նայեք, հորդում է անձրևը, ես ձեզ ասում եմ արդեն, որպեսզի ունենաք բարձր տրամադրություն, անկախ ամեն ինչից, որովհետեւ այսօր շատ հետաքրքիր գործով ենք զբաղված։ Սիրելիներս, ես ձեզ առաջարկում եմ այսօր երկու տեսակի ուտեստ զատկական սեղանը զարդարելու համար եւ վայելելու այս տոնը իմաստալից վայելելու համար։ Ինչ է մեզ պետք դրա համար։ Մենք ունենք բազմապիսի կանաչեղենի տեսականի, որով ձվածեղ ենք պատրաստելու։ Եվ իհարկե երկրորդ ուտեստը փլավ, որի մասին խոսեցինք, այն քիչ հետո սկսենք փլավի պատրաստումը։
Հիմա կանաչիներով զբաղվենք, քանի որ ամբողջությամբ կտրատված են, քանի թարմ են, սկսենք կանաչիներով աշխատել։ Ահա, ինչ է մեզ պետք այստեղ ավելացնել։ Մեզ պետք է ալյուր։ Ես այստեղ կօգտագործեմ 2 ճաշի գթալ ալյուր, մի փոքր աղ, աղի հետ մի փոքր զգույշ կլինենք, որովհետև կանաչին շատ արագ է աղը կլանում եւ եթե մի փոքր չափաբաժինը սխալ լինի, շատ աղի կստացվի։ Այստեղ սև պղպեղ ենք ավելացնում եւ իհարկե խառնենք։ Այնքան խառնենք, որ ամբողջ կանաչիները թաթախվեն ալյուրով։ Այնուհետև կսկսենք հավկիթը հարել։ Հավկիթը աչքաչափով ես կօգտագործեմ, բայց մեզ բավականին հավկիթ է պետք, որովհետև կանաչին շատ է։ Այդ իսկ պատճառով հավկիթ երևի թե շատ կօգտագործենք։ Եվ որքան շատ լինի, այնքան համեղ կստացվի մեր ընտիր ուրեմն ձվածեղը։ Ահա, փորձենք ամբողջությամբ շաղախել կանաչին։ Սիրելի Ադրինե, ողջույն Սոնաս, ողջույն։ Ահա, խնդրեմ, կարող ես խառնել։ Տեսակ է։ Մարդ է իման գալիս գործը դնեի։ Ահա, այսպես շատ շնորհակալ եմ քեզ։ Ես էլ կզբաղվեմ այս հավկիթի հարման process-ով եւ այս ընթացքում սիրելիներս արդեն կարող ենք թավան տաքացնել, որի մեջ պետք է տապակենք մեր այսօրվա ձվածեղը։ Մի քիչ այստեղ բուսայուղ կլցնենք։ Եվ իհարկե Սոնա դու այս կողմ չնայես։ Ինչու։ Յուղի հետ գործ ունեմ, դու այս կողմ չնայես, որովհետև Սոնան խուսափում է, ասում է յուղ ես օգտագործում։ Դու նոր ասում ես մի քիչ, ես ասեմ, բայց մի քիչ չէ։ Մի քիչ։ Բայց ընդհանրապես ներեցեք, սիրելիս։ Քավոր խոհանոցը ամբողջությամբ քոնն է։ Ինչ ուզում ես արա սիրելի Ադրինեմ եւ իրեն վերջում շատ համեղ ամեն ինչ ստացվում։ Շնորհակալ եմ, ապրես, շատ զգացված եմ։ Իհարկե իմ խոհանոցը հենց դուք եք զարդարում, առանց ձեր ներկայության այն հետաքրքիր չի լինում, այնպես որ շնորհակալ եմ, որ իմ կողքին եք մշտապես եւ ձեր համը հոտն էլ այս ամեն ինչի մեջ կա, առանց ձեզ չի լինի։ Այսպես։ Պետք է ամբողջությամբ տապակենք։ Այո, սա պետք է ամբողջությամբ ջրերի տեսականին ճոխ-ճոխ օգտագործել են, որպեսզի տապակված պատկերացնող ինչ համեղ շատ համեղ է։ Այո, ես վերցնեմ մի թասիկ։ Ես կարծում եմ հիմա հեռուստադիտողները նստած դիտում են մեզ եւ մտածում են, լավ, ինչ եք անում ժողովուրդ։ Ոնց դիմանալ միջև շաբաթ երեկո, ինչպես համբերել միջև պատրաստում։ Ինձ թվում է նրանք։ Ես վստահ եմ, որ ամեն ինչ արդեն գնել են, տեղավորել են, չգիտեմ, ցորենը վաղուց պատրաստել են, բայց ամեն դեպքում այսպես առավոտ շուտ հիմա այս ամեն ինչը պատրաստելով ես իրոք հասկանում եմ եւ պատկերացնում սիրելի հեռուստադիտողներ, հիմա ինչ եք մտածում։ Այո, ես համաձայն եմ քեզ հետ, միգուցե մի փոքր այսպես անհասկանալի վիճակներ է, բայց դե հեռուստադիտողը արդեն գիտի մեր պատճառը, այնպես որ, բայց սա մոտիվացնում է, այո, կդիմանալ, իմանալը գիտի, մնում է դիմանալ։ Ես ասեմ, այստեղ 3 հավկիթ արդեն կոտրած վիճակում կար, ես որոշեցի այստեղ մի քանիսն էլ ավելացնել։ Աչքաչափով սիրելիներս, ես այստեղ հատուկ չափաբաժին հիմա չեմ ասելու, աչքաչափով մեզ պետք է որ ամբողջ հավկիթը այսպես պարունակի, այսինքն լցվի այս համեղ կանաչու վրա։ Մենք սա իհարկե կհարենք, բայց հիմա սիրելի հեռուստադիտողներ պետք է կարճատև դադար ունենանք, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք առաջին ծրագիրը։ Բարի վերադարձ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը շարունակում է իր ընթացքը եւ հիմա խոսելու ենք առողջ ապրելակերպի մասին։ Ես սպորտային համալիրում գործում է 73-ից ավելի խմբային մարզումներ եւ հիմա առաջարկում եմ տեղափոխվենք այնտեղ, որպեսզի տեսնենք, թե այսօր ինչ հետաքրքիր նյութ ենք պատրաստել ձեզ համար։
Ողջույն, առավոտը Hills-ի շրջանակներում ես Hills սպորտային համալիրի ուժային բաժնում եմ և այսօր այստեղ փորձելու եմ մարզել ուսերս շատ կարևոր մկամներ, որոնց մարզելը պիտի լինի շատ զգույշ, որովհետև ցանկացած սխալ շարժում կարող է հանգեցնել տրավմաների։ Այդ զգույշ մարզումների համար ինձ օգնելու է մարզիչ Արտուր Նաջարյանը։ Դե, գնանք և մարզվենք։ Ուրեմն հիմա այսօր աշխատացնել ենք ուսի միջին մկամները, այսպես աշխատելով։ Կարևոր է աշխատանքի ժամանակ մի քիչ կռանալ առաջ, մի ոտքը առաջ, մի ոտքը հետ, որպեսզի աշխատանքի ժամանակ շատ այս շարժը չլինի։ Հնարավորինս փորձում ենք կրճատել այդ աշխատանքը, դրա համար մի քիչ կռանալու ենք առաջ։ Արմունկները կարևոր է լինի մի փոքր ներքև պահված ու արտաշնչելը պարտադիր։ Կարևոր է, որ արագ չանենք վարժությունը, ֆիքսեցինք, դանդաղ իջեցրեցինք։ Հիմա Սուրեն ջան աշխատացնում ենք առջևի մկանները, ուսի, կարևոր է մի փոքր անկյուն պահպանենք այստեղ, որպեսզի աշխատանքը մի քիչ ավելի դժվար լինի։ Հիմա ցույց եմ տալիս։ Բռնվածքը նեղ բռնվածք, արտաշունչ, խորը շունչ։ Պաուզան ցանկալի է վերևում մի փոքր, դանդաղ իջեցնելով։ Բարձրացնես արմունգդ մի ծալի, ուղիղ, արմունգդ ուղիղ անի, ապրես դուրս գալի։ Հիմա աշխատացնում ենք Սուրջան հետևի մկանները ուսի, աշխատանքը էլի մի քիչ նակլունը պահպանելով, կրանում ենք լավ ներքև, կրծքավանդակով հենվում ենք լավ, ոտքերը առաջ բերված, ուշադրություն ենք դարձնում, որ գանտելը ուղիղ չլինի։ Լավ մի փոքր թեքում ենք դեպի դուրս ու արտաշնչելով։ Վերևում պաուզան, երբ որ իջացնում ես արմունկներդ բաց, ուսերդ կախի, ապրես, նայ գանտեները չեն կողում, այս են դեհանում։ Սուրջան, նայ ուրեմն լայն բռնվածքա, ուսի հետին հատվածի մկաններն ենք նորից աշխատացնում, արտաշունչը վերևում ու դուրս։ Քիչ նակլոնը առաջա։ Շարժեցինք։ Հիմա ինձ նայելով մի հատ բեր այստեղ, ապրես, մի հատ մեկ, արմունկները չբացես, պատկերացու բիցեփս ես անում, 90-ները պետքա պահենք։ Ուզում իմ խորին շնորհակալությունները հայտնել հենց մարզիչին, որովհետև շատ կարևոր էին նրա ցուցումները, քանի որ ինչպես արդեն նշել է, եթե սխալ մարզեի, ապա կստանայի տրավմա եւ իհարկե երկար ժամանակ էլ չէի կարող շարունակել մարզումներս։ Այնպես որ գալով Hills սպորտային համալիր, դուք անընդմեջ ուշադրության կենտրոնում եք մարզչի կողմից։ Սա շատ կարևոր է։
Ահա, սիրելի հեռուստադիտողներ, մենք չենք թողնում, որ կարոտեք մշացիելի Սուրենին, իդեպ վաղը վրացական եթերներում նա արդեն կլինի ինձ հետ, եւ իհարկե իր մոտիվացնող, այսպես ուժային առավոտյան պարապմունքը թող մոտիվացնի նաեւ ձեզ, որպեսզի գնաք Hill սպորտային համալիր եւ զբաղվեք առողջ ապրելակերպով։ Դե իսկ առողջ ապրելակերպից անցում ենք կատարում առողջ սնունդին եւ տեղափոխվում ենք խոհանոց, որպեսզի տեսնենք այսօրվա տոնական, զատկական առավոտը ինչպիսին է ընթանում։ Սիրելի Ադրինե, շնորհակալ եմ Սոնա ջան, եւս մեկ անգամ ողջունում եմ ձեզ սիրելի հեռուստադիտողներ եւ ասում եմ, թե ինչ ենք անում այս պահին։ Հիմա ժամանակն է, որպիսի ես հավկիթը ավելացնեմ կանաչու վրա, իսկ հավկիթի մեջ գլցնենք մի փոքր աղ եւ էլի մի փոքր սև պղպեղ, այն լավ կխառնենք եւ կլցնենք մեր կանաչիների վրա։ Ահա, մի փոքր հարենք էլի եւ լցնենք կանաչու վրա, ես փորձեմ, ահա, այսպես, լցրեցինք կանաչու վրա եւ սկսենք կանաչին խառնել ու տեղափոխենք թավայի մեջ, ասեմ, որ թավան արդեն մի փոքր բուսայուղ եւ հալած յուղ եմ օգտագործել այստեղ եւ հիմա պետք է լցնենք թավայի մեջ մեր կանաչեղենը, բայց պետք է շատ լավ խառնել, որպեսզի հավկիթը ամբողջությամբ ներքաշվի կանաչու մեջ եւ իհարկե որպեսզի մեր թխուկը շատ համեղ լինի։ Եթե տեսնում եք ինչ որ բան այն չէ, այսինքն հավկիթը ավելի քիչ է, քան կանաչին, բոլորովին հարց չկա, հենց նույն պահին կարող եք նորից հավկիթ ավելացնել, ինչը ես կանեմ 2-3 հավկիթ եւս ինձ թվում է այստեղ կարիք կա ավելացնել։ Ահա, մի փոքր էլ խառնեմ ու ըստ դրա կհասկանամ ինչ է մեզ պետք։ Պարզապես կանաչիները շատ թարմ են եւ չոր վիճակում, ուստի այսպես մի փոքր երկար է պետք խառնել, որպեսզի այն թաթախվի։ Բայց մենք հենց հիմա մի 2 հավկիթ էլ կկոտրենք անմիջապես հենց մեր կանաչու վրա։ Ահա, այսպես։ Եվ իհարկե էլի կխառնեմ։ Կխառնենք եւ կլցնենք արդեն թավայի մեջ։ Ահա, շատ հոյակապ է։ Ամեն ինչ տեղն ընկավ, սիրելիներս։ Եվս մեկ անգամ կրկնեմ այստեղ ինչ կանաչիներ կա, ունենք մաղադանոց, սամիտ, համեմ, սպանախ եւ կանաչ սոխ։ Այս բոլոր մշտապես օգտագործվող կանաչիները կարելի է միախառնել, լցնել հավկիթ եւ ստանալ շատ համեղ, ուրեմն ձվածեղ։ Այսպես ես լցնում եմ արդեն թավայի մեջ, այն տաք է, ճիշտ է ես այս պահին անջատել էի, բայց շատ տաք է թավան։ Ահա։ Սա էլ թողնում ենք մի կողմի վրա, այս թավայի մեջ հիմա չրերն ենք տապակելու։ Լցրեցինք մեր կանաչեղենը։ Իրեն պետք է այսպես շատ լավ հարթեցնել։ Ես հիմա բահիկի օգնությամբ ամբողջությամբ կանաչին տեղափոխեմ։ Եվ հիմա փորձենք հարթեցնել այն։ Այսպես։ Քիչ հետո բերանը թավայի կծածկենք եւ իհարկե, ահա, այստեղ մեր այս մյուս թավան շատ է տաքացել, ես տեղափոխեմ այս կողմ, ահա, քիչ հետո բերանը կծածկենք թավայի եւ կթողնենք եփվի։ Այսպես, սա մեր կանաչով ուրեմն ուտեստը։ Անցանք հաջորդին։ Սիրելինս, այս կաթսայի մեջ ես ունեմ արդեն էլի բուսայուղ եւ յուղ, այստեղ պետք է լավաշը տեղադրենք եւ իհարկե փլավը լցնենք։ Բայց մինչ այդ, ուրեմն մեր չրեղենը կավելացնենք յուղի մեջ, մեր նուշի կտորները, ծորին եւ իհարկե չամիչը։ Այս ամենը կթողնենք յուղով տապակվի։ Այստեղ ավելացնելով մի քիչ շաքարավազ, շատ քիչ գթալի ծայրով, այսպես,
Եվ իհարկե մեր թրմված շաֆրանը հոյակապ գույն ունի այն։ Շատ զգուշությամբ, ահա այսպես։ Շատ զգուշությամբ այն ավելացնենք, խառնենք եւ թողնենք հանգիստ մարմանդ տապակվի։ Այստեղ ինչ ենք անում, սիրելիներս։ Ես 2 կտոր լավաշ արդեն կլոր ձևով կտրել եմ մեր կաթսային համապատասխան եւ պետք է դնենք կաթսայի հատակին։ Ինչ ենք անում։ Ուզում եմ կտորների բաժանել, որպեսզի վերջում ավելի հեշտ լինի ճաշակելը։ Երբ տապակվեն այս լավաշները, շատ հետաքրքիր եւ համեղ համ են ունենում։ Միշտ փլավի լավաշը շատ ավելի համեղ է, քան ինքը փլավը։ Ահա, այսպես։ Եռանկյունիների բաժանեցի, հիմա կշարեմ կաթսայի հատակին։ Այսպես։ Հերթականությամբ դնենք։ Վերջ։ Ահա, տեսեք, թե ինչ տեսք ունի այն։ Եվ արդեն պետք է փլավը մենք սա վերջում կօգտագործենք։ Մեր բրինձը պետք է ավելացնենք, ահա այն ջրքամվել է, սիրելիներս ես այս պահին երևի թե տեղափոխություն կանեմ, որ ինձ հարմար լինի, մեր չրերն էլ տապակվել են արդեն, մի քանի րոպե այստեղ շատ անհրաժեշտություն չկա երկար պահելու կրակի վրա, ահա, հիմա բրինձն ենք ավելացնում, ես ձեռքերով հենց կավելացնեմ, ահա, այսպես, տեսեք, որքան հատիկավոր և ճերմակ ստացվեց մեր բրինձը, ինչի մասին խոսում էի, քացախի հետ կապված, որ քացախի եթե ավելացնեք, կամ իմիջիալոց կիտրոնի հյութ, ողջույն Սոնաս։ Շատ ողջույն, ինչով օգնեմ այս տոնական երուզերի մեջ քեզ, բայց այնքան գեղեցիկ են գույները ստացվել, այնքան անուշ է բուրում։ Ես հենց հիմա բրնձի վրա կլցնեմ մեր այս համեղ չրերը, կխառնենք այսպես։ Սա վերջին շերտի համար է։ Այո, վերջում կդնենք մեր բրնձի վրա եւ իհարկե կծածկենք շորով բերանը եւ մեր այս գեղեցիկ փլավը կեփվի։ Այստեղ մի փոքր շաֆրան ենք ավելացնում։ Ահա։ Դամ։ Իդեպ ես ընդմիջման դադարի ընթացքում ասում էի, որ մեր խոհանոցը այսօր այնքան էլ սովորական խոհանոց չէ, այլ ինչ-որ հրաշագործ վայր ոնց որ լինի, որովհետև այստեղ այսօր հրաշքներ են տեղի ունենում, սիրելի հեռուստադիտողներ։ Ընդհանրապես ես կարծում եմ հրաշքների տոն է զատկական տոնը, ինչպես Սուրբ Ծննդյան տոնը, մի տեսակ յուրահատուկ զգացողություններ ունես այս ամենի հետ կապված եւ իմիջիալոց հենց այս պահին ուզում եմ նշել, որ բրնձի խորհրդանիշը հենց մարդկության խորհրդանիշ է։ Ինչու են հատուկ բրնձով փլավ պատրաստում, որպեսզի այս խորհուրդը ունի, մարդկությունն է, իսկ չամիչը, որը իհարկե միայն չամիչ են պատրաստում, ավանդական տարբերակը ընտրյալներն են, այդպես են ասում, այսինքն Սուրբ գրքում այդպես է, ընտրյալներ էլ կան, չէ, ընտրյալներն են, ես սա ամենավերջում պահում եմ ձևավորման համար, այսպես, այնպես որ սա պարտադիր պայման է, չամիչով բրնձով փլավը սեղանին պետք է լինի եւ իհարկե ձուկը պարտադիր պետք է լինի, որը էլի խոսեցինք, որ քրիստոնեությունն է խորհրդանշում եւ ներկած հավտիկները, որոնք մենք արդեն ունենք, իսկ ներկված հավտիկը իմիջիալոց ներկված հավտիկի մասին մի բան ասեմ։ Մի ամբողջ կյանք մենք կարծել ենք խաղալիս հավտիկները, որ կոտրում ենք, որ հավկիթը չկոտրվի, հենց դա հաղթող է դուրս գալիս, բայց իրականում այդպես չէ։ Իրականում հաղթող է դուրս գալիս այն անձնավորությունը, ում ձեռքի հավկիթը կոտրվում է, որովհետև այն այսպես են մեկնաբանում, որ գերեզմանն է, այն քարանձավն է, որը ճեղքեց եւ այն լույսը Քրիստոսի լույսը դուրս եկավ, այո, սա հարության խորհուրդն է եւ հաղթում է այն մարդը, ում
ձեռքի խավկիթը կոտրվում է, այնպես որ սա է նկատի ունեցեք։ Հետաքրքիր է շատ։ Այո, ինձ համար էլ էր բացահայտ։ Սիրելի հեռուստադիտողներ, եթե տեսնում եք այս ամբողջ եռուզերը խոհանոցային եւ այսպես շատ մեծ քաղց եք զգում, առաջարկում եմ կաթնամթերքով սկսեք ձեր առավոտը, սառնանից վերցնեք Էլոլա ապրանքանիշի անարատ կաթից պատրաստված կաթնամթերքը եւ անպայման վաղ առավոտյան կաթնամթերք օգտագործեք, որովհետեւ դա շատ օգտակար է, իսկ մեր գործընկերը առաջարկում է իսկապես անարատ կաթից պատրաստված կաթնամթերք, ինչպես նաեւ այս եռուզերի այսպես ընդհանուր գեղեցիկ տարանները Tramontina-ն է առաջարկում, որը բրազիլական բրենդ է, հայտնի է ամբողջ աշխարհում իր բարձր որակի համար եւ արդեն հասանելի է հայ սպառողին եւ այն կարող եք ձեռք բերել քաղաքի լավագույն սուպերմարկետներից։ Դե էլ ինչ Սուրբ Հարության տոն առանց գինու, իսկ գինին իհարկե առանձնացնում ենք Իջևանի գինու գործարանից, որովհետև այնտեղ անմահական գինիների տեսականի կա, ինչպես նաև այս գործարանը հայտնի է իր պահածոների լայն տեսականիով, հյութերի լայն տեսականիով, որոնք բոլորը փաստում են եւ հիշեցնում են տնական համի ու հոտի մասին։ Այո, դու ճիշտ ես, գինու մասին խոսեցիր, ես էլ նշեմ հատկապես գիտենք, որ այո, կարմիր գինին շատ այդ պահին այդ տոնին կապակցությամբ խորհրդանիշն է Հիսուսի արյունը եւ նշխարքը չմոռանանք, որ վերջին ընթրիքին ասած հացը իմ մարմինն է կերեք եւ գինին իմ արյունը, այն թափված արյունը, որը մարդկության մեղքերի համար է թափվել եւ հատկապես նշխարքը գցեք բաժակի մեջ մի փոքրիկ կտոր գինին վրան լցրեք, որպեսզի նշխարքը թաթախվի եւ այդպես հայր մերը ասելով, աղոթքը ասելով շակեք, հետո նստեք ճոխ սեղանների շուրջ։ Այս փոքրիկ մանրուքները, իհարկե մանրուք չեն, սա մեծ խորհուրդ է, բայց մենք երբեմն այսպես մոռանում ենք կամ խույս ենք տալիս, չենք փորձում պահպանել, բայց շատ գեղեցիկ է ամեն ինչ եւ շատ մեծ խորհուրդ ունի իր մեջ, խորհուրդ եմ տալիս այդ ամենին հետևել, որքան որ հնարավոր է։ Եվ այս վիճակները մենք տնավարի է շատ այսպես թափթփված վիճակներ, բայց շատ արագ մենք այո կհավաքենք, ամեն ինչ կարգի կբերենք, մեր ուտեստները կպատրաստվի եւ չմոռանանք կատնահունցի մասին։ Մենք 3 կատնահունց ենք պատրաստել, որը Էլիզատկական սեղանի խորհրդանիշն է, այն այսօր բարիքն է, անպայման, միայն մենք այսօր մեր սեղանի կարևոր դետալը չունենք, ածիկ չունենք, որը իհարկե ցորենից, գարիից ցանում են եւ աճեցնում են, ցավոք սրտի չեմ հասցրել բերել, բայց գիտեմ, որ դուք անպայման ունեք եւ անպայման դնելու եք ձեր սեղաներին։ Բայց դուք չգիտեք Ադրինեն ինչքան բան է հասցրել բերել, որովհետեւ ինձ թվում է եթե դա էլ բերել, այդտեղ չեր անի, այստեղ այնպես որ ամեն ինչ շատ գեղեցիկ է լինելու, ընդամենը մի քանի րոպե անց, բայց մինչ այդ մենք դեռ ունենք շատ լավ հյուրեր, իրենց պետք է ողջունենք եւ հետաքրքիր զրույց ունենանք իրենց հետ, այնպես որ մնացեք անպայման առաջին ծրագրի հետ։ Հիմա կլինի կարճատև դադար, որից հետո կվերադառնանք ու կշարունակենք։ Մնացեք մեզ հետ։ Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը եւ խոսելու ենք հրաշալի նախաձեռնության մասին։ 2019 թվականից անցկացվող դասարան գումարած դասական թատերական կրթական ծրագիրը միտված է ամրապնդելու դպրոց-թատրոն կապը, նպաստելու մասնակիցների մասնագիտական կողմնորոշմանը, ապահովելու մշակութային փորձառության, գիտելիքի եւ հմտությունների զարգացման շարունակականությունը։ Այս հրաշալի նախաձեռնության մասին խոսելու եմ իմ հյուրերի հետ։ Տաղավարում են Գևորգ Դավթյանը, մյուզիկլ խմբի ղեկավարը, Մանե Գևորգյանը եւ Աննա Ասատրյանը։ Բարի լույս։ Բարի լույս, Սոնա ջան, բարի լույս։ Շատ գեղեցիկ, շատ ժպիտներով, շատ բարձր տրամադրություն հաղորդող էներգիայով եկել եք։ Շատ ուրախ եմ ձեզ դիմավորել մեզ մոտ։ Շնորհակալ ենք, ձեզ մոտ շատ տաքա, շատ հաճելի, ինչպես միշտ։ Շնորհակալ եմ շատ։ Կպատմեք մի փոքր նախաձեռնության մասին ավելի մանրամասն։ Սոնա ջան, ասեմ, որ նախաձեռնությունը, ինչպես դուք ասացիք, հրաշալի է, եթե դուք մտնեք այդ հրաշքի մեջ կհասկանայիք, որ դա նաև աննախադեպ ծրագիր է մշակված է Վարդան Մկրտչյանի Մայր թատրոնի տնօրենի կողմից եւ որը հովանավորում է բարձր հովանավորությամբ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից։ Եվ տալիս է հրաշալի առիթ եւ հնարավորությունների մեծ փունջ մեր երիտասարդների համար։ Այո, դա կարծում եմ իրենք կփաստեն, այնպես որ թող ասեն մեկ-մեկ։ Դե պատմեք։ Նախաձեռնության մասին երբ եք տեղեկացել, որքան ժամանակ է այս ամբողջ հրաշքի մասն է կազմում եւ մյուզիկլը ինչ է ձեզ համար։
ինչքան հավեսով եք մյուզիկլին պատրաստվում։ Ես անցած տարի եմ իմացել ծրագրի մասին, ինձ հրավիրել էր իմ ընկերներից մեկը, շատ հավանեցի, որոշեցի այս տարի դիմել ու ստացվեց, շատ ուրախացա, որ անցա մյուզիկլ, որովհետև ընկեր Գևորգը շատ հրաշք դրական մարդ է ու մյուզիկլը շատ պոզիտիվ էներգիաներ է փոխանցում։ Ընկեր Գևորգին հաջողվեց մեզ մեր մյուզիկլ ընկերության սիրո մասին էր ու մենք ընկերացանք, ընկեր Գևորգին էլ հաջողվեց մեզ սիրել սովորեցնել։ Այո։ Հրաշք մարդ, հրաշք դասախոս, հրաշք դերասան, Շնորհակալ որովհետև եմ։ երբ բերում է Գևորգը, ես Շնորհակալ եմ Սոնա ջան։ ժպիտով նայում եմ բոլոր ներկայացումները։ Ոչ միայն իմ, այլ առհասարակ այս ծրագրի նպատակն է, այ սիրել սովորեցնել, ընկերություն սովորեցնել, հավատացեք, որ այդ 70-80 երիտասարդները, պատանիները շատ լավ ընկերներ են դարձել, թեկուզ եւ բոլորը տարբեր խմբերի մասնակիցներ էին, բայց մանեն կարծում եմ հիմա կփաստի, որ մյուսների հետ էլ ընկերություն են անում, շփվել են, ասա։ Այո, մենք բոլորով ամեն օր երևի հավաքվում ենք ու տուն չէին կարողանում գնալ։ Ծեծելով էինք թատրոնից տուն տանում, մենեջերը եկել տնավորվել են։ Ահավոր ձևի ու այդ ամեն ինչը կար թատրոնում ու թույլ էին տալիս երեխաներին մնալ դասերից հետո շփվել, ապրել, մենեջերը զանգում ինձ ասում է, «Ես քո խմբի երեխեք չեն ուզում տուն գնան, ժամը 9-ն է»։ Արդեն ասում եմ, ման է, այնց տակ հնարավորություն եք տվել երեխեքին, որ մյուզիկլ, դրամատիկ բաժին, հա, ինչ որ բան ենք ստեղծում վերջնական երեկոյի համար, հա, փոքրիկ ներկայացումներ, բայց ամենակարևորը այդ տակ մթնոլորտն է, ջերմությունը, շփումը, սերը։ Ես վստահ եմ այս օրերը ամբողջ կյանքի ընթացքում հիշելու եք, բայց հետաքրքիր է մյուզիկլի փորձերից մի փոքր էլ պատմեք, ինչպես է ձեզ տրվում այս բարդ, պատասխանատու եւ շատ հաճելի աշխատանքը։ Իրականում ամեն ինչ շատ դժվար էր սկզբից, բայց երևի հետո ընկեր Գևորգի եւ ընկեր Արինայի շնորհիվ մենք կարողացանք դա հաղթահարել եւ արդեն փորձերը թե կարճ էր թվում, թե ավելի հեշտ ու ավելի շատ էինք մենք ընկերներով ժամանակ անցկացնում իրար հետ։ Իհարկե դժվար է մյուզիկլում, չափազանց դժվար է լինել մյուզիկլի արտիստ Սոնա ջան, հենց սկզբից որ հավաքվեցինք, արդեն ձայնավարժություն պիտի անենք, մի կես ժամ, երևի 40 րոպե հռհռացել այդ ձայնավարությունների վրա, իրար վրա, հա, որովհետև ծիծաղաշար տեսաններ էի ստեղծում, որպեսզի կարողանան ազատվել ու արդեն մտերմանալ։ Իհարկե առաջին 3-5 օրը երևի թե դժվար էր, հետո նյութը երբ որ արդեն մարսեցին, ես ասեմ, որ 6-րդ օրը արդեն նյութը համարյա թե անգիր գիտեին ու արդեն Արինան Արարատյան, շնորհակալություն նաև նրան, հրաշալի մարդ, հրաշալի ստեղծագործող, բալետմայստեր, նա էլ մեր պարերը միասին բոլորով արեցինք ու գեղեցիկ տեսարան ստացանք վերջում։ Ես վստահ եմ եւ ինձ հետաքրքիր է, երբ պատրաստվում էի հարցազրույցին, մի շատ հետաքրքիր տողաչքովս ընկավ ձեր խոսքերն էին, որ ով կարողանում է խոսել, կարող է նաեւ երգել։ Միանշանակ։ Սա ինչ հետաքրքիր մոտեցում է։ Ինձ երբևէ ոչ միտեղ չէր հանդիպել նման միտք։ Եթե կուզեք, դուք էլ կարող եք գալ ու հաստատ կերգեք, եթե երբևէ չեք երգել, որովհետեւ երբևէ չեմ երգել։ Ահա, հնարավոր է։ Ասում եմ, եթե ձայնը կա, ձեզ այդ շնորհը տրվել է խոսելու, նշանակում է կարելի է նաև երգել։ Կապ չունի այսքան թե այսքան, բայց հնարավոր է։ Այսինքն բոլոր երիտասարդները կարող են դիմել, մասնակցել, փորձել։ Իհարկե կարող են, կաստինգների ժամանակ իմ պարագայում շատ կարևոր է ռիթմի զգացողություն, երգեցողությունն եմ, իհարկե լսում երգում են, չեն երգում։ Մարդիկ կան, որ չեն երգում ու բացարձակ հրաժարվում են երգել, այդ պարագայում անցնում են դրամատիկ բաժին։ Իսկ իմ բաժնում ամենակարևոր պարագաներից մեկը, որ պետք է լայն ժպտալ, սիրել կյանքը, սիրել իրար, այս պարագայում էլ իմ հրաշքներս, 13 հրաշքներս շատ սիրով էին և իմ նկատմամբ, ես իրենց նկատմամբ և իրենց ընկերների նկատմամբ ու մինչ այսօր կապները չեն կտրել, թատրոն են գնում, շփվում են միմյանց հետ, ես էլ փորձում եմ այսպես ձեր շնորհիվ, մեդիայի շնորհիվ նրանց լույս աշխարհ բերել, որովհետև այս ամենի մասին հավատացեք պետք է խոսել ու ասել շնորհակալություն բոլոր կազմակերպիչներին, բոլորին ովքեր որ աշխատել են այդ հոգևոր տաքուկ անկյունում։
Այո, սա մեծ հնարավորություն է իսկապես երիտասարդների համար եւ ես ուզում եմ ձեզ հարցնել մյուզիկլի փորձերը ինչպես են անցնում ձեր գնահատմամբ։ Իմ գնահատմամբ շատ լավ, ես որտեղ որ մտնում եմ, եթե ես համաձայնել եմ աշխատել, պիտի լավ անցնի, ուրիշ կերպ չի կարող լինել, որովհետև այնքան ջերմություն եմ տալիս նրանց, այնքան սեր, որ դա վերադառնալու իրավունք չունի։ Չվերադառնալու իրավունք պարզապես չունի։ Ախր մյուզիկլը ամենաբարդ ժանրերից է, բայց դուք այնքան սիրով, այնքան ջերմությամբ, նենց ժպիտով եք պատմում, որ ես ուզում եմ հենց հիմա թողնել ամեն ինչ գամ ներգրավեմ մյուզիկլում։ Ես ձեզ հավատացնում եմ, որ Մանեի մայրը չափազանց բարդ է երգել, պարել, խոսել միաժամանակ, հավատացեք շատ դժվար է, այդ ամեն ինչը իհարկե մեր սիրելի հանդիսատեսը չի տեսնում, քանի կաթիլ արցունքներ, քրտինք թափված վայելում են, ու թվում է շատ հեշտ, որ կարող ես թռնել ու չգիտեմ ինչ նոտաներ երգել, շարժվել ու դրա հետ մեկտեղ նաև երգել։ Մանեի մայրիկը մի օր եկել էր, միասին պիտի տեղ գնային, խնդրեց կարելի է փորձնեմ, ասի իհարկե կարելի է, նստեց, նայեց, վերջում ասում է մեծերի խումբ չունեք։ Այնպես որ ես նաև առիթից օգտվելով Սոնա ջան ուզում եմ բոլորի ծնողներին շնորհակալություն հայտնել, հավատացնում եմ ձեզ, որ հրաշալի պատանիներ ունենք, հրաշալի, շնորհքով, կրթված, այնպես որ շնորհակալություն բոլոր ծնողներին հատիկ ձեր հրաշքների համար, որ տվել եք մեզ, դարձնենք նրանց գանձեր։ Ես գում եմ էկրանից անկողմ ծնողների շնորհակալությունը նաև ձեզ սենց բարձրաձայն եմ հիմա, որովհետև իրանք հնարավորություն չունեն ասելու, բայց վստահ եմ, որ ամենամեծ աշխատանքը իհարկե դուք եք կատարում եւ այս սերը ու ջերմությունը, որ երեխաների մոտ կան, դա իսկապես ձեզնից փոխանցվում եւ ձեզ էլ վերադառնում է։ Այո։ Ես գիտեմ, որ ուզում եք դերասանուհի դառնալ, իսկ դուք երգչուհի։ Հիմա մի քիչ մասնագիտության ընտրության հարցում լավ եք մտածել, որովհետև երկուսն էլ շատ բարդ մասնագիտություններ են։ Ինչն եք հատկապես սիրում դերասանության մեջ։ Դերասանության մեջ։ Այո։ Երևի թե հենց այդ ստեղծագործելու ընթացքը, մտածելու ընթացքը ու շատ հաճելի է հենց հատկապես ներկայացման վերջում հանդիսատեսի արձագանքը, էմոցիաները, այն ապրումները շատ հետաքրքիր աշխարհ է, կոնկրետ ես թատրոնն եմ ավելի շատ սիրում, շատ հետաքրքիր աշխարհ է, չեմ կարող բառերով նկարագրել։ Այո։ Ուզում եմ ապրել այդտեղ, այդ միջավայրում եւ ստեղծագործել այդտեղ։ Ուրիշ տեղ ինչ չեմ տեսնում։ Կարող եմ տեսնել, բայց ավելի հոգեհարազատ ինձ այդ աշխարհն եմ համարում։ Ինչ լավ է, չէ՞, որ այս տարիքից արդեն կողմնորոշվում են։ Իհարկե, թատրոնը, կենթանի արվեստը։ Ուզում աչքերիդ փայլը միշտ ամբողջ այս բարդ, բայց շատ հետաքրքիր ուղին, որ ընտրել ես, քեզ ուղեկցի ամբողջ ընթացքում։ Օ, բա որ ելույթի ժամանակ տեսնենք։ Դուք երկարվեստի բարդ ուղին պատրաստ եք անցնել։ Այո, ես արդեն 10 տարի այս ոլորտի մեջ եմ եւ միակ ոլորտն է, որ ես ինձ լիարժեք եմ զգում եւ ուրիշտեղ ինձ ուղղակի չեմ պատկերացնում։ Ընկեր Գևորգ ջան, ձեզ ուզում եմ նվիրել Իջևանի գինու գործարանի կողմից Սափոր գինին, որպեսզի մյուզիկլի ավարտին տոնեք այս հրաշքների հետ միասին։ Կնշենք Եվ իհարկե խոհանոցային պարագա մեր գործընկերոջ Տրամոնտինայի կողմից յուրահատկություն այն է, որ ոչ մի բակտերիա թունավոր չի վերցնում իր վրա, ինչպես ձեր ջերմությունը եւ ձեր էներգիան փոխանցում եք եւ ոչ մի տոքսիկ բաներ ձեր կողքը չեք թողնում։ Մեր գործընկերոջ հատիկ-հատիկը կտրտեմ ու կբաժանեմ։ Ձեզ մեծ հաջողություններ եմ մաղթում եւ նախաձեռնության ու ծրագրին շատ երկար տարիների կյանք եմ մաղթում։ Շնորհակալ եմ Սոնա ջան, շնորհակալություն նաեւ հայտնենք բոլորին, ովքեր որ այս ամենը կազմակերպել են, ովքեր այս ամենը ֆինանսավորել են բարձր հովանու ներքո, այնպես որ ասենք բոլորին շնորհակալություն եւ բոլոր նրանց, ովքեր որ հաջորդ տարի կգան ու կմասնակցեն այս ծրագրին։ 14-ից 18 տարեկան բոլոր մարդիկ, ովքեր ցանկանում են իրենց ուղին կապել թատրոնի, դերասանության, երգարվեստի հետ, կարող են դիմել եւ այս հրաշալի նախաձեռնության, այս հրաշալի ջերմ սիրառատ ընտանիքի մաս կազմել։ Կարծում եմ այդ հրաշալի օրերը, որոնք կնվիրի նախաձեռնությունը եւ ընկեր Գևորգը ձեր ամբողջ կյանքի ընթացքում կուղեկցի։ Շնորհակալ եմ շատ։ Ես եմ ձեզ շնորհակալ, շատ շնորհակալ եմ։ Հիմա կլինի կարճատև դադար, որից հետո կվերադառնանք ու կամփոփենք այսօրվա առավոտը։ Ահա, ճանապարհեցինք մեր շատ հրաշալի հյուրերին եւ ժամանակն է նաեւ ամփոփելու այսօրվա շատ յուրահատուկ, շատ տոնական առավոտը։ Իհարկե,
Յուրաքանչյուր տոնի լավագույն ուղեկիցը Իջևանի գինու գործարանի անմահական գինիներն են, որոնք կարող եք առանձնացնել եւ ձեր երեկոներն էլ զարդարել այս գինու ուղեկցությամբ։ Իսկ առավոտը շատ կարեւոր է, որպեսզի կատնամթերք օգտագործելով սկսեք անարատկաթից պատրաստված կատնամթերք, ինչպես նաեւ պանիրների լայն տեսականի առաջարկում է Elola ընկերությունը։ Դե իսկ Tramontina բրազիլական բրենդը հայտնի է ամբողջ աշխարհում իր բարձր որակի համար եւ արդեն հասանելի է նաեւ հայ սպառողին։ Կարող եք գնալ լավագույն սուպերմարկետներ եւ ձեռք բերել Tramontina ապրանքատեսականին, որը վստահաբար կթեթևացնի եւ ավելի հաճելի կդարձնի ձեր գործը խոհանոցում։ Դե իսկ ձեր լավագույն առիթները կարող եք վստահել Beauty Fabric-ի պրոֆեսիոնալներին, իրենք իդեալական դիմահարդարման եւ վարսահարդարման միջոցով կփոխանցեն դրական էմոցիաներ։ Իսկ ոճային, տարբերվող, շատ գեղեցիկ կարող եք լինել Daphne խանութսրահի հետ միասին, այս շատ յուրօրինակ խանութսրահն ունի երկու հասցե Թումանյան 5 եւ Պուշկին 33։ Երկու հասցեներում էլ ներկայացված է ամբողջ նոր գարնանային տեսականին։ Դե ինձ հեռուստադիտողներ, ավագ երեքշաբթի է այսօր եւ մեր ավագ երեքշաբթին իհարկե առանձնահատուկ էր նաեւ նրանով, որ մենք որոշեցինք, որ շատ տոնական, զատկական, գեղեցիկ խոհանոց եւ սեղան ենք ունենալու այսօր, պայմանավորված նրանով, որ վաղը մյուս օրը եւ ուրբաթ օրը եթերում կլինեն մեր Թբիլիսյան շատ գեղեցիկ, շատ յուրօրինակ բացառիկ եթերները, որի ընթացքում մենք հյուրընկալել ենք Վրաստանից հյուրերի, մի քիչ ճակերտները չեմ ուզի բացել, բայց անոնսը կարծում եմ մոտակա օրվա ընթացքում արդեն կլինի եթերում, կարող եք դիտել, այնպես որ շատ բացառիկ եթերներ են, անպայման հետևեք, ոչ մի բան բաց չթողնեք, որովհետև մեր ամբողջ թիմը աշխատել է, որպեսզի ձեր առավոտները լինեն իսկապես յուրօրինակ, որակյալ եւ շատ դրական։ Դե իսկ հիմա կարծում եմ ժամանակն է, որպեսզի տեղափոխվենք խոհանոց, որովհետև իմ շատ սիրելի Ադրինեն իսկապես հրաշագործ է, հատկապես այսօր, եւ մեծ հրաշքներ է գործել խոհանոցում։ Խոհանոցը վերածել է շատ մեծ տոնի, շատ գեղեցիկ, շատ խորհրդով, օրվա խորհրդին համապատասխան, եւ ես առաջարկում եմ, որ հիմա արդեն տեղափոխվենք այնտեղ, որպեսզի այդ ամբողջը դուք ինքներդ ձեր աչքով տեսնեք։ Իմ շատ սիրելի Ադրինը Շնորհակալ եմ քեզ Սոնա ջան, թանկագինս, սիրելիներս, այսպիսի տոնական եթեր եմ ես ձեզ մաղթում, ինձ եմ մաղթում առաջին հերթին, հետո դուք որպեսզի մշտապես մեզ հետ մնաք, այո, դուք էլ մեր եթերների ներկայացուցիչներն եք։ Ես ամենալավն եմ ձեզ ցանկանում, թող այսպիսի ճոխ սեղանները, այսպիսի գեղեցիկ սեղանները մշտապես հետապնդեն ձեզ։ Եղեք միմյանց նկատմամբ շատ ուշադիր, եղեք շատ սիրող մեկը մյուսին։ Այս հրաշալիքների տոնը թող վերածվի ամբողջ տարվա ընթացքում, բոլոր յուրաքանչյուր օրերին թող այսպեսի տոն լինի մեր տներում, մեր սեղանները այսպես առատ, մեր հոգիները պարզ ու մաքուր։ Սա ամենակարևորն է։ Շատ սիրեք իրար լիքը համբույրներ, գրկախառնություններ միմյանց հետ եւ մշտապես մեկս մյուսի թիկունքում կանգնած։ Սա է կարծում եմ ամենակարևորը եւ մեր Տիրոջ խորհուրդը հենց դա է կարծում եմ։ Միշտ ավետում է հենց դա. սիրեք միմյանց, հույս, հավատ եւ սեր։ Իմ հրաշագործ Ադրինը, սա ինչ հրաշք է խոհանոցում, շատ գեղեցիկ է, շատ շնորհակալ ենք քեզ այսօրվա շատ գեղեցիկ, շատ տոնական եթերի համար եւ ես առաջարկում եմ եւս մեկ անգամ հիշեցնենք բաղադրատոմսերը եւ թե ինչ ուտեստներ են այստեղ մեզ մոտ արկա։ Իհարկե սկսենք երևի կուլիչից, որովհետեւ 3 արդեն այնտեղ զարդար, ես արդեն չգիտեմ որտեղից սկսել եւ ինչից խոսել։ Խնդրում եմ առանձնահատուկ ֆիքսենք, որովհետև 3 է պատրաստվել եւ Ադրինեն գնել էր այդ շատ գեղեցիկ թղթե փոքրիկ տարան իր համար հատուկ պատրաստված եւ այնտեղ արդեն հավկիթի խորհրդանշով զարդարված եւ անպայման այն գրվածքը, որը ես զարնեց իմ աչքը, երբ խանութ մտա ու տեսա Սուրբ Զատիկ է գրված, թող բոլորից սեղաններին լինեն նմանատիպ փոքրիկ դետալներ, որոնք աչք են շոյում եւ սիրտ են ուրախացնում, ինչու ոչ։ Եվ իհարկե այս բրինձով պլավը, կանաչով ձվածեղը, որը շատ կարևոր է մեր սեղանի զարդն է հիմնական, իհարկե կատնահունցը, ներկված հավկիթները, անպայման ներկված հավկիթները, մյուսները պահել ենք շաբաթ օրը անպայման կներկենք, դուք էլ նույնպես արդեն։
Այս արդարանքը արեք, հավկիտները կներկեք շաբաթ օրը ու կվայելեք տոնը։ Շնորհակալ եմ կրկին ու կրկին, ես վստահ եմ հեռուստադիտողների անունից եւս, որովհետեւ իսկապես ամեն ինչ շատ գեղեցիկ է։ Ես վստահ եմ ամեն ինչ շատ նույնքան համեղ է, որքան գեղեցիկ է, այնպես որ սիրելի հեռուստադիտողներ, նախապես, քանի որ մեր առաջիկա եթերները կլինեն Թբիլիսիից, նախապես շնորհավորում ենք բոլորիդ Սուրբ Հարության տոնը եւ մաղթում ենք, որպեսզի շաբաթ օրը անպայման լինեք եկեղեցիներում, մասնակցեք Սուրբ Պատարագին եւ հետո վերադառնաք ընտանիք եւ քանի որ շատ ընտանեկան տոն է, շատ գեղեցիկ տոն է, ձեր ընտանիքի անդամների հետ դիմավորեք Սուրբ Հարության տոնը, նշեք շատ բարձր տրամադրությամբ եւ իհարկե սրտանց ես եւ շատ սիրելի Ադրինեն մաղթում ենք, որպեսզի բոլորիս ընտանիքների Աստծո ձեռքը, Աստծո լույսը միշտ լինի եւ բոլորը շատ օրհնված լինենք եւ թող օրհնված լինի նաեւ մեր Հայաստան աշխարհը։ Այո, շատ ճիշտ ես ասում, միանում եմ քո հրաշալի խոսքերին, այսպես եւ իհարկե նաեւ չեմ ուզում մոռանալ մեր Սփյուռքում ամբողջ աշխարհում սփռված մեր հայությանը, ապահով եղեք սիրելիներս, Աստծո ձեռքը ձեր գլխին լինի եւ իմացեք, այստեղ հայրենիքում միշտ հիշում ենք եւ սպասում ենք ձեզ։ Աստված ձեզ հետ լինի, Աստված բոլորիս հետ լինի եւ իհարկե ամենակարևորը մեր մայր Հայաստանի հետ։ Եվ այսօր կրկին սիրելի հեռուստադիտողներ, այս ամենը պատրաստված էր մեծ սիրով։